Շնորհակալություն, նշեմ, որ այս համաձայնագրով ըստ էության պետք է վավերացվի վարկային համաձայնագիրը 39 միլիոն եվրո արժեքով վերակառուցության զարգացման եվրոպական բանկի հետ, որը կնքվել է 2025 թվականի սեպտեմբերի 19-ին, միաժամանակ նշեմ, որ սրան զուգահեռ Եվրոպական միությունից դրամաշնորհային միջոցներ են հատկացվելու 6 միլիոն եվրո արժեքի չափով, ինչպես նաև, ինչպես ստանդարտ պրակտիկան է, պետական բյուջեից լինելու է համաֆինանսավորում, նպատակին անդրադառնամ, սա ուղղվելու է արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինարարական աշխատանքների իրականացմանը, համապատասխան ապրանքների ծառայությունների ձեռքբերմանը, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների մատուցմանը։ Այս ծրագրի շրջանակներում նախատեսում ենք կառուցել եւ կենտրոն, եւ պետական եկամուտների կոմիտեի նոր վարչական շենք, բայց վարչական շենքը արդեն սեփական միջոցներով, միայն ԱՏԳ-ն է վարկային միջոցներով, եւ որպեսզի պարզ լինի մեր հանրության համար, թե այս կենտրոնը ինչ ծառայություններ է մատուցելու, նկարագրեմ, որ ներկայումս մաքսային ծառայությունները մատուցվում են երկու մասով, նախ առաջինը երբ որ խոսում ենք հայտարարագրման ձևակերպումների եւ փաստաթային զննման մասով ըստ էության հեռավար մաքսային սպասարկում է իրականացվում, իսկ զննման ֆունկցիաները իրականացվում են օրինակ Երևանի առանձին տերմինալներում։ Մենք բացի դա էլ նաև օրինակ բազմաթիվ պետական մարմիններ եւ մասնավոր կազմակերպություններ կան, որոնք առանձին ծառայություններ մատուցում արտահանողին ու ներմուծողին։ Կենտրոն ասելով մենք նկատի ունենք ոչ թե միայն շենքը, շինարարական ենթակառուցվածքը, այլ իր կոմպլեքս գաղափարային տեսանկյունից, որ բոլոր մաքսային ծառայությունները եւ բոլոր ծառայությունները, որոնք որ վերաբերվում են արտահանողին ու ներմուծողին, սպասարկվեն մի կետից եւ ինչ ստրատեգիական նշանակություն ունի Երևանի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը, այն գտնվելու է Պրոշյան գյուղում ուղիղ հյուսիս-հարավ ճանապարհի հարևանությամբ եւ ինքը լոգիստիկ կենտրոն է լինելու իր պահեստային տարածքներով, կայանատեղիներով, առանձին գրասենյակներով, որտեղ որ կտեղակայվեն բոլոր պետական այն մարմինները, որոնք ծառայություն են մատուցում, եւ մեկ պատուհանի սկզբունքով կմատուցվեն բոլոր ծառայությունները արտահանողին եւ ներմուծողին, որպեսզի պատկերացնենք ծանրաբեռնվածությունը, որոշակի թվեր հնչեցնեմ, նախ վերջին տարիներին յուրաքանչյուր տարի Երևանում սպասարկվել է 70-ից 80 հազար ներմուծման հայտարարագրեր, եթե բեռնատարների մասին խոսենք, 70-ից 75 հազար բեռնատարներ են սպասարկվել Երևանում տարեկան, եւ սա դեռ կարելի է ասել կիսաբաց սահմանների պայմաններում, եւ եթե պատկերացնենք մի իրավիճակ, որ ապաշրջափակում է տեղի ունենում, ինչ հոսքեր կարող են լինել Հայաստանի Հանրապետությունում, դա նշանակում է, որ սա ավելի մեծ պոտենցիալ ունի եւ այս կենտրոնը հնարավորություն է տալու այդ մայրուղով անցնելու դեպքում արտահանողները եւ ներմուծողները կամ իրենց տրանսպորտային կազմակերպությունները, ովքեր որ այդ բեռները տեղաշարժում են, մտնեն համապատասխան կենտրոն, ստանան բոլոր ծառայությունները մի կետից, խնայելով ժամանակ, ունենալով հարմարավետ տարածքներ իրենց բեռները պահպանելու, իրենց մեքենաները կայանելու եւ դա միաժամանակ հնարավորություն է տալու, որպեսզի մեծացնենք մենք Հայաստանի լոգիստիկ հանգույց դառնալու պոտենցիալը։ Նմանատիպ նշեմ, որ կենտրոն զուգահեռ նաև իհարկե վարկային համաձայնագիր ստորագրվել է վավերացվել է ազգային ժողովի կողմից, խոսքը Սիսիանի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի մասին է եւ այս երկու կենտրոնների կառուցման պայմաններում, որոնք թիրախավորում ենք ունենալ առաջիկա 2-3 տարիների ընթացքում, մենք ունենանք ամբողջական հյուսիս-հարավի ըստ էության եզրագծով այդպիսի երկու խոշոր ծառայություններ լոգիստիկ, բացի դա գիտեք, որ ագարակի անցման կետն է ամբողջությամբ վերակառուցվում, ինչպես նաև մեր հյուսիսային կետերը հիմնականում վերակառուցված են, Բաղդաշենն է ներկայումս ամբողջությամբ նորից վերակառուցման process-ի մեջ է գտնվում եւ այս ենթակառուցվածքները թույլ կտան այդ հոսքերը, ինչպես նաև աճող հոսքերը շատ ավելի պատշաճ եւ ավելի քիչ ժամանակատարությամբ ու ավելի թիրախային ու թվային միջավայրում մատուցել մեր բոլոր արտահանողներին ու ներմուծողներին, ինչպես նաև տրանզիտ բոլոր բեռներին, որոնք անցնում են հարավից դեպի հյուսիս, հյուսիսից դեպի հարավ, արևմուտքից արևելք եւ հակառակը, արևելքից արևմուտք։ Շնորհակալություն։